Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք մայրաքաղաքի զարգերակը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը։ Այսօր խոսելու ենք Երևանյան խնդիրներից, իսկ իմ այսօրվա հյուրն է Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես եմ շնորհակալ, որ ձեր խառը առօրյայից, մանավանդ այսօր բավականին թեժ ա եղել, տեղեկացնեմ մեր ռադիոլսողներին։ Մենք անդրադառնալու ենք մի քանի խնդիրներին, որոնք վերաբերում են թե քաղաքապետարանի աշխատանքին, իր ենթակայությամբ գործող վարչական շրջաններին եւ դրանց ղեկավարներին։ Այսօր թե դրան նախորդող օրը վարչական շրջաններից մեկի ղեկավարը զանգահարում է բլոգեր Արտուր Չախոյանին, տարբեր ոչ եթերային հայտարարություններ անում, արտահայտություններ իրեն թույլ տալիս, որից հետո արդեն հաջորդում է նախ ձեր քաղաքական ակցիան, որը վարչական շրջանում իրականացվեց։ Խնդրեմ դրա մանրամասները առհասարակ ներկայացնենք, թե ինչ եղավ ու դրան հետո ինչ գործընթացներ ձևավորվեց արդեն։ Տեսեք, ես մի քիչ նախապատմությամբ գամ, ուրեմն վերջի հանձնաժողովի ֆինանսա-բյուջետային մեր հանձնաժողովի նիստում բերել էին մի նախագիծ հրատապ գումար դուրս գրելու, որով որ Երևանի էլեկտրոտրանսպորտին, այսինքն մեր տրոլեյբուսների կայանատեղիում պետք է վերանորոգեին, կառուցեին։ Արդյոք կար դրա կարիքը, այո կար, եւ ես անձամբ ասել եմ, որ կողմ եմ, որ դա կառուցվի, հանձնաժողովում կողմ եմ քվեարկել, ասում եմ, որ պետք է որ դա լինի, բայց այստեղ ուշագրավն այն էր, որ շուրջ $2.5 միլիոն ուզում էին հատկացնել մի ընկերության, Լիլյան Արմ ընկերության, որը ԿՊ-ական ընկերություն է, ինչու եմ ասում ԿՊ-ական, որովհետև ընտրությունների ժամանակ ավականու համամասնական ցուցակում եղել է ԿՊ-ական ավականու թեկնածուներից մեկը։ Այս նույն ընկերությունը ուներ խայտառակ աշխատանքներ կատարած, դրանք մասիվում Նանսենի այգու երկու հատվածներ, որոնք որ ես նկարել եւ հրապարակել եմ, Դավիթ Գայի արձանի հետնամասում գտնվող տոմետներն էր ուղղակի խայտառակ վիճակ, մի քանի անգամ քանդեցին, կպցրեցին։ Երևանյան լիճը, որը բոլորս գիտենք ինչ խայտառակ վիճակում է, նույնպես նկարել ցույց եմ դրել, թե ինչ խայտառակ վիճակ էր, այնուհետև 105 մանկապարտեզը, որին 300 միլիոն դրամ գումար էր հատկացվել։ Ես ասում եմ ժողովուրդ, մի ընկերություն, որը 4 անգամ գցում է քաղաքապետարանին, 4 անգամ անորակ աշխատանքներ է տալիս, 5-րդ անգամ գնալով գումարի չափը մեծացնում է, 300 միլիոնից սարքել եք արդեն շուրջ 1 միլիարդ 900 քանի միլիոն դրամ գումար, էլի։ Ասում ես կնկարեմ, կհրապարակեմ, թե այս ընկերությունը ինչեր է անում։ Հաջորդիվ ես նկարում հրապարակում եմ պատկերը, որ ասֆալտի մեջից կանաչներն են աճում, այսինքն կպցրած սալիկները պոկվում են, պահակը ներկայացման կանալիզացիայից հելնում լցվում է, ամբողջ խայտառակ վիճակ, եւ ես ասում եմ, որ այն մարդիկ, ովքեր հաշտ են այս մտքի հետ, այսինքն իրենց համար նորմալ է, որ պետք է աշխատանքներն ավարտվեն հունվար ամսին, բայց դեռ չի ավարտվել աշխատանքները եւ իրենք այդ աշխատանքների վերաբերյալ ձեն չեն հանում ու սառեցված է, առնվազն իրենք բարոյականության հետ կապված խնդիր ունեն։ Եվ Մասիվի թաղապետին նույնպես կոչ եմ արել, ասել եմ, որ դու էլ մի փոքր բարոյական եղի, գալու եմ ստուգեմ, չի կարելի, որ օրինակ համար այս պատկերը տեսնել, անկախ դրանից նորից մեկ անգամ եւս ուզում եմ ասել, կլինեմ ես, կլինի ցանկացած թեկուզ մեր Երևանի քաղաքացի շարքային, ով կտեսնի, որ նմանատիպ գումարներ ծախսվել է, մանկապարտեզները խայտառակ վիճակ, որ մեր երեխաներն են հաճախելու ու իրանց համար նորմալ կլինի եւ այդ մարդիկ ձեն չեն անի, այդ մարդիկ բարոյականության հետ կապված խնդիր ունեն։ Քանի որ այս մարդկանց բոլորի բարոյականությունը իրենք չափում են ոտերի հետ կապված ինչ-որ մի հատվածների հետ, իրանք ուշք ու միտքի հետ է դրանով են գնահատել, առանց գիտակցելու, որ դրա խնդիրը կանում է դրանում։ Եվ ես նորից եմ կրկնում, այն մարդիկ կապ չունի ով կլինի, եթե իր համար նորմալ է կոռուպցիան, թալանը, եթե իր համար նորմալ է, որ երեխաների մանկապարտեզը այդ վիճակով անում են, կիսատ են թողնում, փաստացի կիսատ է մնացել, ինչ չի եղել կիսատ մնացել, այսինքն դրա խնդիրը Տեղ հսկողն է դրա խնդիրը, քաղաքապետն է, ես չեմ տեսել, որ մի վարչական շրջանի ղեկավար գործակարգավարականի ժամանակ կանգնեցի մանկապարտեզները թողել են ու նմանատիպ էլի մանկապարտեզներ կան, որոնք հաջորդիվ իմ TikTok-յան էջում հրապարակելու եմ, թե ինչ վիճակ է տիրում։ Ինչ վիճակ է տիրում ու քաղաքապետարանը ու եթե դուք ձեր ԿՊ-ական ընկերությանը օրինակի համար տալիս եք ու գնալով ավելացնում եք, ժողովուրդ ջան, կոռուպցիայի դասագրքային օրինակ է սա հասկանում եք, դասագրքային
Ու նաև մյուս խնդիրը, եթե դուք անում եք հետևողական չեք լինում, թե ինչպես չպետք է կառավարել քաղաքը, դա նույնպես դասագրքային օրինակ է։ Այսինքն, երբ որ դու սկսես դաս տալ, թե ինչպես պիտի կառավարեն Երևան քաղաքը, որպես մանկավարժ եմ ասում, պիտի բերես լավ օրինակ ու վատ օրինակ։ Վատ օրինակի ամենավառ օրինակը այսօրվա քաղաքային իշխանությունն է։ Եվ դրանից հետո այս վարչական շրջանի ղեկավարը, որը ուղիղ կարող էր զանգել ինձ կամ ասել, եկեք մի հատ խոսենք, ինչի համար եք դուք տես մեղադրանքներ հնչեցնում մեր հասցեին, որ զանգում է իրան թույլ է տալիս ոչ եթերային արտահայտություններ անել Չախոյան Արտուրի եւ իմ հասցեին, որից հետո իրան 1 օր ժամանակ եմ ես տվել, ասում ներողություն խնդրի, դու անցնում ես եւ մենք դուրս չգանք հաջորդ փուլ, եթե մենք դուրս ենք գալիս հրապարակում ենք, դրա շարունակությունն անխուսափելի է։ Այսինքն մենք արձանագրենք, որ պաշտոնատար անձավոր ղեկավարում է մի ամբողջ վարչական շրջան, հեռախոսային զրույցում կարող է իրեն թույլ տալ ոչ եթերային բառապաշարով խոսել մարդկանց հետ։ Եվ տեսեք, մի զուգահեռները տանենք Վիլենը Գաբրելյան եւ այս թաղապետը ինչով են իրարից տարբերվում։ Ասեմ ինչով են տարբերվում, որ երևի այդքան քննադատում ենք բոլոր ԿՊԱ-ականներին, բայց Վիլենը Գաբրելյան բարոյականություն ուներ իր մեջ եւ ինքը կարողացավ հասկանալ, որ ինքը պիտի դիում գրի հեռանա, որովհետեւ անթույլատրելի է դու ունենալով հասարակության մեջ ինչ որ ստատուս, պաշտոն, դու պարտավոր ես լինել կոռեկտ չափի մեջ։ Բայց այս մարդը օրինակի համար հերիք չի ինքը այս ամեն ինչը արել է, իր նմանատիպ վատ դրսևորել է եւ հաջորդիվ է Տիգրան Ավինյան փորձում էր այսօր արդարացնել, ասում մարդու ներվը տեղին չի տվել։ Իսկ այդ տրամաբանությամբ ավականոնիստերը պետք է հավյանքների տեսնենք ով ինչ գեղեցիկ հավյանքներ տա, հա, ով ինչքան գիտի։ Այդ առումով իմ աշխատանքային փորձի ընթացքում դες բազում քֆուրներ լսել եմ, որ սկսեմ այդ բաների ընթացքում տալ, նիստերի ընթացքում տալ իրոք տհաճ կլինի, էլի։ Ինչ է նշանակում դա։ Ինչ է նշանակում դա, ու եթե իրանք մտածում են, որ պետք է խոսեն, որ էս են կարել, կամ լավ են կարել, կամ մյուսն են կարել, օքեյ, շատ ավելի լավ, մենք այդ ընդունենք գիտություն, որ սիրելի համաքաղաքացիներ Վազգեն Սարգսյանի եղբոր Հանրապետություն կուսակցությունը, ում շնորհիվ վերարտադրվեց քաղաքային իշխանությունում ԿՊ-ն, այս մարդկանց խնդիրը լկտիանալն է, այսինքն իրանք մանկության երազանքներն էր, որ մեծանային, դառնային Շմայս։ Այսինքն Շմայսի պարագայում, եթե Շմայսը պատերազմ էր անցել, ինչ որ մի հատ փորձում էր ինչ որ մի ձև արդարացնել իր պահվածքը, այս մարդիկ է երևի արդարացում են, որ մանկուց նայել են Շմայսին, ասել են մեծանամ, ես է Շմայս դառնամ։ Հիմա տարբերությունը ո՞րն է։ Այսինքն եթե իրանք այդքան թմքարում են նախքին 7 տարի իշխանության է, 7 տարվա ընթացքում ոչ կրթվեցիք դուք, ոչ կարողացաք ճիշտ կառավարել, լեկտի բառապաշարի բաններ հարցում են հենա, տեսնենք մրցակից չունեք։ Ոստեղ շատ կարևոր է օրինակ կեմար քաղաքային իշխանության դիրքորոշումը, որպեսզի քաղաքացին կլինի հերթական թե արտահերթ ընտրություններ, ճիշտ գնահատականը դա հասկանա, որ հանրապետության կուսակցությունը դա արտոնյալն է, իրանք եկան պետք է լեկտիանան, մյուսն անեն։ Իմ ասածի մեջ նորից եմ կրկնում, մեկ անգամ եւս հաստատում եմ իմ խոսքերը։ Այն մարդիկ, ովքեր կտեսնեն, որ մանկապարտեզը գումարը վերցնում են, փոշիացնում են, թքում կպցնում են, այդ խայտարակ վիճակն է եւ իրանք լռում են, իրենք բարոյականության հետ կապված խնդիր ունեն։ Կլինեմ ես, Բողոսը թե Պետրոսը, եթե իմ ասածը ընդունում եք, ինչ-որ բան սխալ է, ասեք։ Եվ դրանից հետո մենք որոշեցինք քաղաքական ակցիա իրականացնել։ Նախորոքել ասել ենք, որ այդ ժամին գալիս ենք, ինքը պիտի այդտեղ գտնվեր, գար նայեր մեր էսին, ասել ես ասել եմ, էս եմ արել, այն եմ արել։ Ինքը չկար։ Ակցիայի արդյունքում իր նկարները փակցրեցինք այդ համապատասխան առաջի հարկում այդ վարչական շրջանի այդ անցակետերի մոտ փակցրեցինք եւ յոգուրտի տեսքով այն ինչ ասել էր եւ բառամթերքը ինքը այն որ ասում է քամից անես փոթորիկ հետ քաղաքես ինքը հետ հավաքեց իր խոսքերը Նաև նշեմ, որ շատ զարմանալի էր, երբ որ ես դիտեցի տեսանյութը, որը լրատվամիջոցները ուղիղ հեռարձակմամբ տալիս էին, այնտեղ մի խնդիր կար, որը որ ես նկատեցի, դուք որպես ավականու անդամ ոնց հասկացա մուտք չունեիք վարչական շրջան։ Այս խնդիրը ոնց էր առաջացել։ Տեսեք, շատ կարևորագույն խնդիրը, որ ես անդրադառնալու եմ, այսինքն իրանք այնքան են վախեցել, որ նույնիսկ իմ Face-ը, որ Face ID-ով անցնում ես դու, այսինքն չէր աշխատում, բլոկավորված էր, այնից ցանկացած վարչական շրջան, որպես քաղաքի բարձրագույն իշխանության ներկայացուցիչ, ես մուտքի իրավունք ունեմ։ Այսինքն հասկանում եք, այս պարագայում էլ իրենք օրինակ ահաբեկված, վախեցած, ու նորից եմ կրկնում, եթե դու աշխատում ես թափանցիկ ու ոչ մի կեղծ չկա քո տակ, դու վախենալու ոչինչ չպետք է ունենաս։ Վախենալու ոչինչ չպետք է ունենաս, բայց այս պարագայում ես նաև չուզեցա կոնֆլիկտի գնայի աշխատակիցների հետ, որտեղ աշխատակիցները մեղ չունեն, թե չէ հանգիստ կարող էի պատտել, բացել եւ անցնել գնալ, ոչ մեկ չէր կարող ինձ ասել ուր ես գնում, ինչի համար ես դու գնում։
Ավականու անցած նիստի ժամանակ դու դրանն էլ նախորդող նիստի ժամանակ խմբակցություններից ոչ թե ամբողջությամբ, այլ մի երկուսը ներսում են մնում կամ առասարակ խմբակցության մեծամասնությունը իշխող խմբակցությունը դուրս են գալիս այն ժամանակ, երբ որ ընդդիմության նախագծերն են քննարկվում կամ ընդդիմության հետ կապված ինչ որ հարց է քննարկվում, որը պիտի քվեարկվի։ Այս գործելավոճով մեր քաղաքը ուր է գնալու։ Տեսեք, նախ եկեք արձանագրենք, որ դա ընդդիմության բերած նախագիծը չի, դա ժողովրդի բերած նախագիծն է, որովհետև կար ստորագրության մեծականակ 17,000 ստորագրություն կար, որով որ մարդիկ փաստել են, որ այդ օրինագիծը պետք է քննարկվեր։ Այսինքն իրենք արհամարում են 17,000 քաղաքացու ստորագրություն, 17,000 քաղաքացու կամք։ Այսինքն իրենք ցույց են տալիս, որ ժողովրդին չեն սիրում։ Եվ դրա հակառակ մյուս կողմն էլ կար, որ օրինակի համար Հայկը Մարության բերել էր այնքան ստորագրություն, ինչքան իրանք ընտրություններին ձայն են հավաքի։ Իրանք մեղադրում էին Հայկին Մարության, որ ձեր բերած տակ ժողովուրդը չի գիտակցել ինչ է մարա ստորագրում, մեր բերածի տակ կար։ Այս անգամը վերջինը, որ մենք բերել ներկայացնում ենք, մենք ասում ենք ժողովուրդ, քանի որ ձեր թերցելի եւ քաղաքապետարանի սերը, սիրախաղը շարունակվում է եւ դուք նույնիսկ չեք կարողանում կառավարել եւ օրեկան այստեղ կարևորագույն փաստ եմ ուզում նշել միլիոնավոր դրամների կորում փաստարկված հետ հիմա իրար քննարկենք եւ միջև այս ամենը խելքը գլուխը գաստվերը վերացնենք եկեք ժողովուրդ մի մտեք ժողովրդի գրպանը կասեցնենք այդ ձեր հիմար որոշումը այն որ Երևան քաղաքը պիտի ունենա արժանապատիվ տրանսպորտ դա ոչ մեկ չի քննարկում հասկանում եք, բայց մենք ինչ ենք ասում ենք ստվերը վերացրեք, տրանսպորտի շարժակազմը համալրեք, կանգառները վերականգնեք, գրունտային են փողոցները վերականգնեք, չվացուցակները կարգավորեք, դրանից հետո ստվերը վերացրեք, ասեք ինքնարժեքը մեր մոտ կազմեց 120 դրամ, ժողովուրդ ջան, կներեք, էլի 106-ը մենք կարողանում ենք 14 դրամը խնդրում ենք, էլի դուք տվեք։ Ու վստահ եմ, որ ոչ ընդդիմությունը խոսալու տեղ կունենա, ոչ մյուս։ Ամենաթարմ օրինակը կա, որ ասում եմ գումարները կորում է, ես այցելել եմ տեղեկատվական տեխնոլոգիաներ, այդ ՊՕԱԿ, եթե ճիշտ գիտեմ, քաղաքի ենթակայության տակ գործող կառույց, որը որ պետք է զբաղվի թերցելի վերահսկմամբ։ Մեր ավականներից, գործընկերներից մեկի հետ ասում եմ ներկայացեք, նախ դժվարությամբ էր այդ մարդը ներկայացնում, որի աշխատավարձը շուրջ 2 միլիոն դրամ էր եւ նույնիսկ Excel ծրագրի աշխատելու հետ կապված խնդիր կար այդ մարդու մոտ, թե ոնց էր վերահսկում դա արդեն մյուս հարցներ Եվ երկար խնդրանքից հետո, որպեսզի վիճաբանության չգնա, օրվա վերջին ինձ ուղարկեց տվյալները, որ 33 միլիոն դրամ է օրական հավաքագրվում։ Հիշեք 33 միլիոն դրամը։ Դրանից 75-ից 85 հազարը միջին օրականը երթևեկում են մետրոյում։ Մետրոյով երթևեկողների քանակը, այսինքն չկա որ քաղաքացին կարողանա բոյկոտել, տուրնիկետով է վճարում եւ իրենք անցնում են։ Իսկ ես ասում եմ, օքեյ, ընդունենք մի 5-10 հազարը արտոնյալ խմբերն են, ովքեր որ չեն վճարում, անվճարային երթևեկում իրենք, 70 հազարը երբ որ բազմապատկում ես 150 դրամով, ստացվում է 10 միլիոն դրամ մոտավորապես։ 10 միլիոն դրամ երբ որ հանում ես, ստացվեց 33 միլիոն դրամ, ճիշտ է։ Մի հաջորդ 23 միլիոն դրամ։ Հիմա մյուս խնդիրը, հունվարի 1-ից 120 մասնավոր ավտոբուսները դուրս են եկել գծերից, տեղը մտել է պետականը, որը շուրջ 20% ընդհանուր շարժակազմի։ Իսկ ընդունում եք, որ դրանից հետո պետք է մուտքերը մի 20%-ով ավելանար առնվազն։ Պիտի ավելանար, ճիշտ է։ Այսինքն 23 միլիոնի այդ օրինակի համար այդ 20%-ն է կպնի իրանց գլխին։ Անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում, երբ որ ավտոբուսի վարորդներն էին հավաքագրում, իրանք էլ ասում էին ավտոբուսի վարորդները, չգիտեմ, 50% գողանում էին կամ 30%։ Այսօր ստվեր կար, ասում էին 100 դրամանոցի ստվերը եւ այլն։ Այո, այդ ժամանակ հավաքագրումները նույն ժամանակի հատվածի համար եմ ասում, թվերն եղել է 28-ից 33 միլիոն դրամ։ Այսինքն հիմի էլեկտրատրանսպորտի մասին չխոսեցինք։ Ասում ժողովուրդ, այդ թերցելին ո՞նց եք վերահսկում, էլեկտրատրանսպորտի գումարը ձեզ նվեր։ Մետրոն չեմ կարող նվեր տալ, որտեղ ֆիքսված է մետրոն, էլի օրինակի համար։ Այդ 20%-ը որ եկի ավելացել են, դա ձեզ նվեր, ստվերը նվեր, բայց ձեր գումարը գնալով նվազում է ժողովուրդ։ Հետո եկող տարի գալու եք ասեք ավելի շատ, լավ ուրիշ բան հարցնեմ ձեզ, իրանք պլանավորել են, որ 21 միլիարդ դրամ պետք է տրանսպորտից գումար հավաքագրվեր։ Ես իրանց պաշտոնապես ասել եմ, ժողովուրդ ձեր հաշվարկների մեջ 6-ից 8 միլիարդ դրամ պակաս է լինելու։ Իրանք որ ասում են բոյկոտ չկա, թվերն ասում են, որ բոյկոտը կա, կայացել է։ Կամ ստվեր կա, ահա որ մեծ։ Իրանք ասում են չկա, դե որ չկա փողն ուրա օրինակի համար։ Ճիշտ եմ թե չէ ես։ Ես պարագային փողերը չկա։ Իրանք ասում են, բա որ այդ 6-ից 8 միլիարդ դրամը չհավաքեցիք։
որ հետո ասիկ մանկապարտեզ չենք սարքում, որովհետև այդ գումարը չի ավակադրվել։ Այդ սխալ պլանավորման համար ինչ որ մեկը պատասխանատու է, թե ոչ։ Իսկ նույն բանն է, օրինակի համար պատկերացեք, ոնց որ այս միկրոֆոնները ձեր մոտ փչան այս կաբելները, պատասխանատու ունեք, ով տեխնիկական հատվածի համար պատասխանատու է, ճիշտ է։ Այս մարդը պլանավորի, որ չգիտեմ, 20 անգամից հետո էսի պիտի փոխեն, ինքը սխալ պլանավորի, որ օրինակի համար 30 անգամից կամ 40-ից, 20-ից հետո փչանում է 20, եթե դուք առանց կաբելի եք մնում։ Հիմա դրա համար այս մարդուն պետք է պատժեք, թե չպատժեք, ժողովուրդ, հասկանաք։ Այս մարդիկ դաժե չեն կարողանում հասկանալ, որ սխալ պլանավորումը դա խնդրեմ է, եւ սխալ պլանավորման համար պիտի պատասխանատվություն կրեն։ Ինչա, բիզնես կլասով թռնում են, դրա համար ոչ մեկ պատասխանատվություն չի կրում։ Մյուսն անում են չի կրում։ Իմիջիալից վերջի երկու այցելությունն արել Տիգրան Ավինյանը, պիտի հարցում անեն, ոնց որ էլի բիզնես կլասով է գնացել, ասեմ իմանաք էլի։ Սպասենք։ Ձեր հարցման պատասխանին։ Սիրելի հայրենակիցներ, սպասեք 20 օր հետո մենք կունենանք պատասխան, արդյոք Տիգրան Ավինյանը շարունակում է իր սերը դեպի բիզնես կլաս, թե ոչ։ Ես մի թարմ օրինակ բերեմ սխալ պլանավորումների երևի թե իմ գնահատմամբ սխալ պլանավորումների կառուցվում են տարբեր վարչական շրջաններում ճանապարհահատվածներ, չգիտեմ, դա կառուցվում է Երևանի քաղաքապետարանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, թե ոչ, չհաշվարկելով տվյալ շրջադարձի ժամանակ կամ այդ կալցավո ասվածի մուտքերի քանակությունը, առասարակ այդտեղ քանի ավտոմեքենայի թողարկում կլինի, այդ թողունակությունը կլինի թե չի լինի։ Այս դեպքով օրինակ մի քանի օր առաջ մի քաղաքացու հետ էի խոսում, ով որ պետք է երթևեկեր այդ տարածքով ու սովորական մեր առօրյա ավտոբուսներով, որոնցով մենք ենք երթևեկում, մոտավորապես 1.5 կիլոմետրը, որի մեջտեղի հատվածում ընկնում է այդ կալցավո ասվածը, անցել էր 1.5 ժամում, որովհետև այդտեղ խցանում էր լինում, որովհետև մեծ ճանապարհահատվածներ էին իրար խաչում։ Սա վառ օրինակ էր սխալ կահավորման, քանի որ հաշվի չեն առնվել տրանսպորտային մեծ հոսքերը։ Այս տրանսպորտային մեծ հոսքերը նվազեցնելու համար դեպի Երևանի կենտրոն արվեց, կարելի ասել բարեփոխում, բայց ճակերտների մեջ կարմիր գծերի բարեփոխումը, որը դատարանում վիճարկվեց, Երևանի քաղաքապետարանը ոնց հասկացա, պարտվեց, որովհետև սահմանված գումարը այնքան չէր, որքան ծախս էր արվել այդ գծանշումները անելու համար, բայց մեկ այդ առանձնացված գծերը, որոնք արվում էին ու այդ գծի վերջում չենք կարողանում հասկանալ, օրինակ Մաշտոցի պողոտայում կար այդպես, որ գծի վերջում թեքվում է դեպի մայթ, թե այդ ավտոբուսը ուր պիտի գնա, ինչ պիտի լինի, հատված էր արված, ավտոբուսները ուր էին գնալու, ոնց էին գնալու, այս ամեն ինչը էլի երևի թե սխալ կահավորման կամ սխալ հաշվարկման արդյունք էր։ Երևանը ամենակարևորը իմ համար պատրաստվում է Կասկադի վերակառուցմանը, կարելի ասել, ու վերջնական տեսքով հանձնելու մայրաքաղաքին։ Արդյոք Երևանի քաղաքապետարանը պատրաստ էր այս ամեն ինչին։ Ես ձեր նախորդ արձագանքին մի փոքր ոնց որ ավելացնեմ, իհարկե կներեք ոնց որ չի արդեն չպատասխանեմ, քաղաքապետարանը փայլում է իր մարտնչող տգիտությամբ, որովհետև նույն դատանում առաջացանը կրվում է, բայց բերման նույն օրինակից երկրորդ անգամ անցկացնում է, քաղաքի բեռնաթափման հետ կապված ներկայացել եմ մոտ 10 կետանոց կետեր, ոնց անեն, որ բեռնաթափեն, հոսքերն ավելանա իրանց մոտ, իրանք չեն հասկանում, ամենապրիմիտիվը որ կար մի օրինակը դες բերեմ Մալիբուի այգի հետև, ասում մասնավորին գնացեք, խնդրեք համագործակցեք վերգետնյա պարկինգ կառուցեք, հաշվեք որքան ավտոմեքենա է կայանվում Սարյան եւ Պրոսպեկտի հետ հատվածում, մի թողեք այդտեղ ավտոմեքենաները կայանվեն, թող գան այդտեղ արդյունք պայմաններում կանգնեն եւ երբ որ փողոցում ավտոմեքենան չի կանգնում, թողունակությունը բարձրանում է այդ փողոցի։ Մյուս խնդիրը որ իրանք չեն հասկանում, չեն էլ ուզում դա հասկանան օրինակի համար, ասում եմ լավագույն տարբերակը պետական կառույցները կենտրոնից հանելը, եթե գլխավոր դատախազությունը աշխատի 9-րդ մասիվում, դրանից իր ՕԳԳ-ն չի պակասի։ Այսինքն դրանից մենակ տարածաշրջանային զարգացումը ավելի լավ կնի քաղաքի ծայրամասերն է կզարգանան, որտեղ ընդդի կաֆեն, ռեստորան կամ ուրիշ բաներ կբացի, կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեր դիմացա, եթե ինքը աշխատի աշտարակում, հավատացեք, ոչ մի փոփոխություն չի կրի իր աշխատանքի մեջ։ Խնդիրը հետևյալն է, թե ցանկությունն է, դրա համար պետք է կամ խելք, ցանկություն։ Հիմա իրանց մոտ ո՞րն է բացակայում կամ երեքը բացակայում են, դա ուրիշ հարց է։ Ու նաև հոսքերը, նույնը կվարտալի այդ խաշմերուկի վրա, որտեղ որ մի քանի անգամ մեր գործընկերներից Արշակը Սարգսյանն ներկայացրել է, որ եկեք գետնի տակով անցնի ինքը կամ ինչ որ վերգետնյա լինի, որ գանցած անցնեն վերևից, որ այդ խցանումը չեն ուզում այդ մարդիկ։ Հիմա գամ Կասկադի խնդրին, էլի։
Հասկանում եք, գործող քաղաքային իշխանությունը մանկապարտեզներ նույնիսկ չի կարողանում շնորհքով կառուցի, ուր մնաց Կասկադ։ Ու այն պարագայում իշխան ուզում է փորձեն ասել, որ Կասկադի կառուցման այդ ընկերության հիմնական սեփականատերը Արամ Զավենի Սարգսյանի հետ կապ չունի, այսինքն սպարապետի մյուս եղբոր Փեսանը եւ այդքան է կապ չունի, ես չեմ կիսում, որովհետեւ Հանրապետության կուսակցության կրնի փորձագետներ, ավականու անդամներ գիշեր-ցերեկ իրենց Facebook-յան էջերում գովազդում են այս ընկերությունն իրանք, այս ընկերության կատարած աշխատանքը եւ նմանատիպ աստղաբաշխական մեծ գումար տրամադրել ընկերության, որը որ չի ներկայացրել թե ինչ փորձ ունի կամ նաեւ չի եղել լայն հանրային քննարկում, որ ժողովուրդը այնուամենայնիվ իրենց կարծիքներն արտահայտեն կամ հեղինակավոր ճարտարապետները կամ դրսից եկած ոչ մեկ կամ առհասարակ ճարտարապետներից մեկը, որ նախագծել էր, նախագծման հիմնական մարդկանցից էր եղել, Ազատության հետ զրույցում ռեպորտաժում նշում էր, որ իրեն անգամ չեն էլ հարցրել նախագիծը գծելուց։ Ու գիտեք ինչն է աբսուրդ, Երևանում նմանատիպ մեգա պրոյեկտ իրականացման ժամանակ Երևան քաղաքը ունի գլխավոր ճարտարապետ, հասկանում եք, այսինքն մարդ օպտի պատասխանատվություն կրի դրա համար։ Եթե չեմ սխալվում, հաստիկը կրճատված է։ Հաստիկը կրճատել են իրենք եւ ես քանի անգամ ասել եմ ժողովուրդ ջան, բերեք այդ հաստիկը տանք, փող քաղաքապետի այդ ազատ տեղն էլ կա։ Այս մարդուն բերենք, որ լինի աշխատանքին պատասխանատու մարդ։ Այն գործը, որը որ չունի տեր կամ ունի մի քանի հատ տեր, 2-3 պատասխանատու, այդ գործը անտեր է, հասկանում եք, ու այս մարդիկ բարձ ցույց են տալի ձախողված տրանսպորտային բարեփոխում։ Այսինքն նույնիսկ կանգառներ չեն արել այդ մարդիկ, ոչի բան չեն արել, անցնում են այդրանց։ Այդ նույն ձերացած կարմիր գծերը $400 միլիոն Երևան քաղաքի բյուջեն է։ Հիմա դուք կարող եք ասել, որ Երևանում դուք փոփոխություն եք նկատում։ Այս մարդիկ $7 միլիարդ 7 տարվա մեջ պարտք են վերցրել 70 Երևան քաղաքում վթարային մանկապարտեզ կա, հասկանում եք։ Հիմա որ ասեմ բարոյականությունը մի հատ գնահատեք, նեղվում են, ասում են դուք մեզ ասում եք բարոյականություն ու գնում ուրիշ բան են մտածում։ Այն հայտնի խոսք կա, չէ՞ որ ամեն մարդ իր փչացածության աստիճանով է չափում։ Այս ցիտատը անգամ ազգային ժողովում է հնչում արդեն։ Այո, հասկանում եք, հիմա ինչ ասեմ էլ ես։ Հիմա այս պարագայում նորից եմ կրկնում, իրենք պատրաստ չեն, ու այն պարագայում որ կոռուպցիան վխտում է քաղաքապետարանում, ու այն պարագայում որ ակնհայտ է, որ այս իրենց գործընկերոջը գրեֆ են անում, որովհետև օրինակի համար դա իմ գնահատականն է, նորից կրկնեմ, որովհետև այս մարդկանց շնորհիվ է, որ հանրապետության շնորհիվ է ԿՊ-ն, որ վերարտադրվել է։ Ու նաև այստեղ ուրիշ հարց կա, նորից հետ գամ, էլի, որ մոտակա ժամանակներից լինելու է հերթական կամ արտահերթ ընտրություններ։ Այս պարագայում քաղաքացիները պետք է գիտակցեն, որ հանրապետության կուսակցությունը գալիս է մի նպատակով, Լկտյանը ոնց որ իր թաղապետն է լկտիացել, օգտվի պետական բյուջեի, այսինքն այսպես ասած մի քիչ կոպիտահնչում կարմուշկից իրանք էլ օգտվեն։ Դա փաստ է, բազում օրինակները կա իրանք կուսակցության Photoshop-ով այս կոմենտում են տանում, շինթույլտվություն են տալիս, բա ինչի՞ մր գործ չի արուցվում։ Կա կոռուպցիոն բուրգ։ Այսինքն եթե ես հիմի այսօր մտնեմ մի հատ թթու խոսք ասեմ մեկի հասցեին, իմ նկատմամբ գործ կհարուցեն, չէ՞։ Բա լավ, այս հանցագործությունների մասին այսքան խոսում եք, ընթացքի ինչի համար չի ստանում։ Եվ նորից եմ կրկնում, այս ամբողջ պրոյեկտը փորձում է ղեկավարել մի մարդ, ով օրինակի համար եղել է Անիֆ հիմնադրամի տերը, այսպես ասած։ Անիֆից այսօր հարց հնչեց Անիֆի մասին լրագրողները, երբ որ Տիգրան Ավինյանին մոտեցան Հանրապետության մետրոյի կայարանի մոտ, չցանկացավ քաղաքապետը պատասխանել հարցերին, սպասենք երևի դատավարության կամ այդ քննության արդյունքներին տեսնենք ինչ է լինելու, բայց ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցները տարբեր հետաքննություններով են հանդես գալիս, ներկայացնում են Անիֆի չարաշահումները, ազգային ժողովի падգամավորներն են ներկայացնում Անիֆի տապալված ծրագրերը, որ ավիաընկերություն ազգային փոխադրող կար, որը չկարողացավ իր գործառույթը կատարել կամ պետությունը այնպեսի ֆինանսավորում էր տալիս մի ծրագրի, որը այդքան էլ կարելի է ասել պետության համար շահեկան չէր կամ հանրային շահին չէր միտված։ Անիֆը քաղաքապետարանի հետ որքանով կարելի է կապել։ Տեսեք, ես եթե չէի սխալվում, բայց չնայած աշխատողն ասում Անիֆում չեմ աշխատել, կառավարությունում եմ աշխատել, բայց նախորդ նիստերից մեկի ժամանակ ոնց որ ասած որ Անիֆից եմ եկել Երևան քաղաքի զարգացման այդ ծրագրի ղեկավարը, այսպես ասած, հիմա Անիֆը ինչքանով կապ ունի, ես մի քիչ ուրիշ ակնկալիքներ ունեմ Անիֆի հանգուցալուծումից, իմ գնահատմամբ ընտրություններից առաջ Տիգրան Ավինյանին որպես ֆանտաստիկ կոռուպցիոներ եւ թիմի մեջ
ասում եմ, особо приближенных իրանց մեջից Տիգրան Ավինյանին իրանք մատաղացում են անելու եւ մատաղացում են անելու անիֆի գործով, որպեսզի ժողովրդին ցույց տան, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէր, այլ կողքի թալանչիներն էին մեղավոր։ Եվ ես տեսնում եմ, որ դա գնալու է դրան։ Օրինակ անիֆի հետ կապված առարկայական, երբ որ Տիգրան Ավինյանի դասարանցու կինը, թե կնոջ դասարանցու կնոջ ընկերուհու ընկերությունը, որը 8 օր էր, թե 8 ամիս էր 8 ամիս բացվել է, կամ Ռուսաստանում ինչ որ Մոսկվայում գրասենյակը որոշի բանով չի արել, փող են դուրս գրել, ուզում հասկանամ, լավ, օրինակի համար իրանց համար դա նորմալ էր, մի որ ստե նորից ասեմ բարոյականության խնդիր կա, դուք թոշակառուների թոշակը քիչ եք տալիս, կամ սուտ ասում եք, եթե մենք ոչ մեկ չաշխատի, ոչ մի աշխատող ընդհանրապես չլինի պետական ապարատում, ընդամենը կարողանանք 9000 դրամ բարձրացնել թոշակը, բայց դա կեղծ է, որովհետև պետական ապարատում շուրջ 200,000 աշխատող կա, ըստ իրենց տնտեսության իրական հատվածում 700,000 աշխատող կա, բայց 200,000-ից էլ ավել պետական ապարատը, այսինքն ստացվում է պետական ապարատի աշխատողների աշխատավարձը ընդամենը 5000 դրամ է։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում, որ թոշակառուները ընդունենք 400,000 թոշակառու մենք ունենք, ամեն մեկի տրամաբանությամբ բարձրացրեք, էլ այսինքն ամենտեղ մանիպուլացում են ու կեղծ ասում են։ Անիֆը դասական փողերի մսխման օրինակ է, այս նորից եմ ասում, երբ որ պիտի գրես թե կոռուպցիան ինչպիսին է, նմանատիպ գիրք եմ գրելու ես, որոշումը կայացրել եմ, ինչպիսի վատ կառավարիչ պետք է լինես, ինչպիսի թալանչի պետք է լինես, ինչպես պետք է փողերը մսխես, այդ բոլոր ամբողջականումը մի դեմքով ԿՊ գրում ես եւ իրենց կատարած այդ հատիկ-հատիկը ներկայացնում ես գրքի մեջ եւ այդ գիրքը կարծում մի օր լույս կտեսնի։ Հիմա կառավարությունը ներկայացրել է մի ծրագիր, նախագիծ, որը ունի նաև կանոնադրություն, ասենք որ կառույց է, որը հեռուստատեսություններին տալու է ֆինանսավորում, եթե այդպես կարելի ասել, կամ աջակցություն, որ հեռուստատեսությունները հանրապետության տարածքում հանրօգուտ սպառելու մեդիա միջավայր կարելի ասել ստեղծեն, մեդիա կոնտենտ ստեղծեն, սա կարելի ասել անիֆին է արդեն նմանվում, կարող է անիֆի ճակատագրին վերջում նմանվի։ Ես կարծում եմ, որ չի նմանվի, որովհետև եթե պետությունը փող է տալիս լրատվամիջոցին ու ասում է, կարող է ինքն էլ թելադրի քաղաքականություն։ Անիֆում փողը տվել են ու չեն էլ հետևել, փողը տալ են մի բանկում պահել են օրինակի համար, այս պարագայում իրենք որպեսզի այդ փողը են իրանց քարոզիչների, որոնք որ կա, այսինքն ինչ որ մի տեղից չանեն, չբերեն, չտան, իրանց գրպանից չտան, պետության բոլոր հարկատուների հաշվին հավաքագրված գումարը տալու են իրենց։ Նույն հմեկի օրինակը բերեմ, հմեկը բոլորինս է, Պետրոսինը չի Ղազարյան օրինակի համար, որ ինքը խոսում եմ կոռուպցիոն դեպքերից թելսելի, 3-4 հոգի ԿՊ-ից կանչում է, իմ խոսքերը ցիտում են, իմ խոսքերը հրապարակումներից մեջ բերում են, հարց են տալիս, օրինակ ինձ չեն կանչում, էլի։ Այսինքն հիմնադրամաբանությունը որտեղ է կայանում։ Հիմա օրինակ առավել քան վստահ եմ, այդ որ իրանք ստեղծել են, իրանք մատները դնես մեխես, մի կոպեկ ձեր լրատվականին փող չեն տա, որովհետև ձեր լրատվականին չեն կարող ասել գյադեր SD-ին, գյադեր MD-ին օրինակի համար, այսինքն այն հայտնի կինոյի պես էլ մի հատ էսկոմ, մի հատ այնքան կամ էսի եկանում կամ չեկանում։ Իրանք դա ստեղծում են, որ հիմի օրինակ իրանք այդ Civic, Mivic ու չգիտեմ ինչիկները, որ իրանք ունեն, իրանք ֆինանսավորումը համենայն դեպս ես չեմ տեսել որտեղից է եկել։ Հիմի այդ բոլորին իրանք ֆինանսավորում ուղիղ կտան պետբյուջեի հաշվին։ Ես չեմ կարծում, որ օրինակի համար նույն տրամաբանությամբ իրենք Factor TV-ին գումար կհատկացնեն կամ օրինակի համար 5-րդ ալիքին մյուս ծայրահեղությունը գնամ։ Այսինքն իրանք այդ փողը եթե անում են բյուջեի հաշվին սկսել են իրենց քարոզը եւ այդ նախագիծն որ իրանք բերել են, իրանք պատրաստվում են կոնկրետ ընտրությունների։ Այսինքն տարբեր ծրագրերով քաղաքական ներկայիս իշխանությունը փորձում է պետական բյուջեի միջոցներով քաղաքական քարոզարշավը սկսել համեկնարկել։ Ես տեսեք, ես դա տեսնում եմ, որ իրենք հատուկ դրա համար են անում, առավել քան վստահ եմ, եթե իրենք վերարտադրվեն, բայց չտա Աստված որ դա այդպես լինի, իրենք այդ կառույցը կփակեն շատ արագ, որովհետև 5 տարի իրենց ելի մաս չունի այդ կառույցը պահելու։ Եթե իրենք չլինեն նույն րոպեին կփակվի, որովհետև ու դրա վրա էլ քրեական գործ կհարուցվի, դե բյուջեի մսխում է, էլի օրինակի համար հանրօգուտ աշխատանքը ո՞րն է, իրենց գնահատմամբ մեկը հանրօգուտ աշխատանք է կատարում, բայց իմ գնահատմամբ ինքը պետական քարոզ, այսինքն ԿՊ-ի քարոզ է իրականացնում։ Հիմա դրա համար հանրօգուտ աշխատանքը ո՞րն է։ Հասկանում եք, այսինքն դրա գնահատման սանդղակը ո՞նց են իրանք որոշում, ոնց պիտի գնահատեն։
Քանի որ դեռ կառույցը, որի մասին մենք խոսում էինք, իր աշխատանքները չի սկսել, մի պահ մի հատ հետ գանք նորից ամենասկզբին Երևանի քաղաքապետարան իր վարչական շրջաններով։ Վարչական շրջանի տվյալ ղեկավարից կամ առհասարակ Երևանի քաղաքապետարանից ինչ սպասել այսօրվա իրականացված էս նախ քաղաքական ակցիայից, ինչ է կարծում, ինչ արձագանք կլինի։ Տեսեք, եթե քաղաքային իշխանությունը կամ ՔՊ-ն գիտակցի, առնվազն 1 ժամ չպետք է թաղապետն աշխատի, որովհետև Վիլենը Գաբրելյան, որը որ իրենց թույլ էր տվել էկտի բառապաշար, ինքը գիտակցեց, ասաց այդքանից հետո դուք լսել եք, դուք տեսել եք, թողեց գնաց այդ մարդը։ Ես նույն մարդը նույն բանը կատարել է, հասկանում եք, նույն բանը, ու ինչն է հետաքրքիր, այսինքն իրենք ականաչ ցույց են տալիս, որ իմ կատարած աշխատանքը արդյունավետ է, այսինքն իրանց ցավացնում է, որովհետև այդ կոռուպցիաները որ բացահայտվում է, իրանք բոլորն օգտվում են։ Եթե դուք չեք օգտվում, ես բացահայտում եմ, եկեք ինձ ասեք շնորհակալություն, ապրես, մենք չենք տեսել, դու ես բացահայտել օրինակի համար։ Եթե մենք ապրենք նորմալի երկրում, ով արժանապատիվ եւ նաեւ այդ բաները Գյումրի օրինակով ասում եի գունագեղ դաշինք, ըստ այդ Եվրաքվեի կամ այդ բոլորը միասին իդեմս Վազգեն Սարգսյանի եղբորը որ ձգտում է դեպի Եվրոպա, իրենք առնվազն պիտի ներողություն խնդրեն լկտի բառապաշարի համար, ներողություն խնդրեն, որ իրենք նաև չեն գիտակցել, այսինքն հասկանալու հետ կապված խնդրեմ են ունեցել, որովհետև երբ որ դու գնահատական ես տալիս քաղաքական բարոյականության հետ կապված ու հիմնավորում ես ինչն է բարոյականությունը, իրենց ուշքի միտքը ուրիշ տեղն է, ուրիշ բանն է, դա ծիծաղելու է առնվազն ծիծաղելու է, եւ մյուս կողմից Տիգրան Ավինյանը եթե փեշերը փռում է թաղապետի վրա, որ ասում է ներվայնացել էր, պորտկացել է, հիմա ասենք թե որ մենք ներվայնանանք, նիստերի դալիճում սկսենք հայոյել եւ իրանց գնահատականին անկեղծ ասած իմ համար ոչ մի բան է իրանց գնահատականը, իմ համար կարեւոր է, որ հենց հիմա փողոց դուրս եմ գալիս, ժողովուրդն է գնահատում իմ աշխատանքը, ինձ ասում է շնորհակալություն, որ դու այդ աշխատանքը կատարում ես, որովհետև ես կարող եի գնալ իմ տան մեջ նստեի, կյանքը վայելեի, ես ոչ մի բանի խնդիր չունեմ, բայց ես դուրս եմ եկել, իմ համար համարել եմ խիստ կարևոր, որ քաղաքացիների խնդրով պիտի ապրեմ ես, փորձեմ պիտանի լինել իմ պետության, իմ համար ցավ է, երբ որ Երևանի փողոցները պիտի սարքեն կամ օրինակ ծառերը կամ մյուս խնդիրները, այս մարդիկ թքում կպցնում, ոչ մի բան չեն անում, իմ համար լուրջ եմ ասում, ցավ է, մեծ ցավ է։ Եվ անկախ դրանից թե ինչքան կփորձեն հալածել, հետապնդել, 7 տարի ինչ կարողացել են արել են իմ նկատմամբ, թքածուն են, ոչ մի բան չի կպնում ինձ, հասկանում եք, ավելի են ինձ ուժեղացնում։ Նաև շնորհակալություն իրանց, որ իրանց այդ հիմար քայլերով ինձ ավելի են ուժեղացնում իրանք։ Ասում ես սպասում եմ ժողովրդի գնահատականին, ու ժողովրդի գնահատականին ոչ թե իմ արած աշխատանքին, ժողովրդի գնահատականին իրաց նմանատիպ ոճին, այսինքն լկտիանալուն, հղպանալուն, իրենց այդ բաները թույլ տալ ու նաև կոռուպցիային ու մսխումներին։ Այսքան որ խոսացինք, այսքան որ բոլորը եղավ, բան եղավ, հիմա իրանք փորձելու են ասել մանիպուլացնում են այդ մանկապարտեզը դեռ չենք ընդունել մենք։ Ընկեր, այդ մանկապարտեզը պետք է արդեն ավարտացել լինի։ Չեք ավարտել, արդեն խնդիր կա։ Արդեն դուք խնդրեմ ունեք, ինչի՞ց եք խոսում ժողովուրդ։ Ու այդ մանկապարտեզների շարքը շարունակական են։ Մի հատ, 2 հատ կամ 3 հատ չի, անթիվան համար, որը իրանց սարկած մանկապարտեզը գնամ, վստահ եմ մի հատ խնդիր տեսնելու եմ, որը գնամ մի հատ խնդիր տեսնելու եմ դրա շուրջ։ Ու ես շարունակելու եմ, նենց որ նահանջելու եմ։ Ու թող իրանք sense նստեն ու հաճույք վայելեն այդ ամբողջից։ Շնորհակալ եմ շատ, մենք մեր եթերաժամանակից շատ էլ խոսեցինք։ Ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, մենք խոսում էինք Երևանյան խնդիրներից, իսկ իմ այսօրվա հյուրն էր Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Կհանդիպենք։